Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք գործարար ալիքը, իսկ եթերում խաղի կանոնները հաղորդումն է։ Հիշեցնեմ, որ այս հաղորդումը իրականացնում ենք մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ։ Մեր այսօրվա հյուրերն են Սպառողների շահերի պաշտպանության վարչության իրավախախտումների վերահսկողության բաժնի ավագ մասնագետ Աստղիկ Վահանյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ Սպառողների շահերի պաշտպանության վարչության վերլուծության եւ ոլորտային զարգացման բաժնի ավագ մասնագետ Մերի Առաքելյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել ծխախոտային արտադրանքի եւ դրա փոխարինիչների ոլորտում։ Հետաքրքիր է, ինչ է ոլորտը ընտրվել մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից, ինչն է գրավել հանձնաժողովի ուշադրությունը եւ ինչ նպատակով է իրականացվել ուսումնասիրությունը։ Շնորհակալ եմ շատ։ Նախ նշեմ, որ ծխախոտային արտադրանքների շուկան մենք ի սկզբանե բաժանեցինք երկու մասի։ Առաջինը դա մեր իմացած ավանդական ծխախոտներ, իսկ երկրորդը արդեն շուկայում շատ արագ զարգացող եւ լայն տարածում գտած էլեկտրոնային ծխախոտներն են, դրանց հեղուկները, այսինքն ծխախոտային արտադրանքների փոխարինիչները։ Հիմա այս ուսումնասիրության շրջանակում մենք դիտարկում ենք հենց ծխախոտային արտադրանքների փոխարինիչները։ Հանձնաժողովը ինչպես սկսվեց, հանձնաժողովը ազդակներ ստացավ քաղաքացիներից, բողոքների տեսքով, որը կապված էր ծխախոտային արտադրանքների փոխարինիչների հետ, շուկայում առկա որոշակի խնդիրների հետ, եւ հանձնաժողովը նախնական փուլում գնահատելով ռիսկերը, հաշվի առնելով ծավալները եւ ազդեցությունը ոլորտի ինչ տարածում ունի եւ այլն, որոշեցինք, որ պետք է լայնածավալ ուսումնասիրություն իրականացնել եւ շուկան ամբողջովին հասկանալ։ Մեր կողմից մի շարք միջոցառումներ իրականացվեց, հսկիչ գնումներ, արտաքին դիտումներ, կայքերում, Instagram-յան էջերում, Facebook-ներում, ինչպես նաեւ դիտանցումներ առևտրային օբյեկտներում։ Այս միջոցառումների նպատակն էր հատկորոշել եւ հասկանալ շուկայում ծխախոտային արտադրանքների փոխարինիչների ինչ տեսականի է առաջարկվում սպառողներին։ Իսկ մի փոքր կծանոթացնեք ընդհանուր ուսումնասիրության ընթացքը ինչպիսին է եղել։ Իհարկե, միջոցառումների արդյունքում, երբ որ հսկիչ գնումներ իրականացրինք, դիտանցումներ եւ այլն, արդեն ձեռքբերված ապրանքների ավելի խորը մանրամասն ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ ապրանքների հիմնական մասը, կարելի է ասել գուցե նաեւ 90%-ը, ունեին անհամապատասխանություններ գործող իրավական ակտերի հետ։ Այսինքն, օրինակ, անգամ եղել են դեպքեր, երբ մի ապրանքը ներկայացվել է մեկ այլ ապրանքի անվանման տակ, որպեսզի ավելի պարզ լինի, օրինակը բերեմ, մենք շուկայում հայտնաբերեցինք վաճառվող ծամախոտ, որը ներկայացվում էր որպես ծխախոտի փոխարինիչ։ Իդեպ նաև այստեղ շատ հատկանշական կուզեմ նշել, որ ծամախոտը 2022 թվականից արդեն արգելված է մանրածախ եւ մեծածախ վաճառքը Հայաստանում, մեր կողմից հայտնաբերվել է ազատ վաճառքում։ Սա որպես այսպես ու ծամախոտն էլ ասեմ իրենից ինչ է ներկայացնում, որպեսզի ռադիոլսողների համար էլ ավելի հասկանալի լինի։ Ծամախոտը ինքը ծխախոտային տերևների մամլած կտորներից պատրաստված բարձիկներ են, որը նախատեսված է ծամելու, ներշնչելու միջոցով օրգանիզմ այդ նիկոտինային խառնուրդը ներշնչելու համար։ Այսինքն ինքը հիմնականում նախատեսված է ծամելու համար, դրա համից էլ ծամախոտ ու ինքը պարտադիր պարունակում է ծխախոտահումք։ Իրականացված հսկիչ գնումների, դիտանցումների եւ արտաքին դիտումների, ինչպես նաեւ արձանագրված իրավախախտումների արդյունքում տնտեսթվով 7 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ հարուցվել են վարույթներ եւ հարկ եմ համարում նաեւ նշել, որ այս պահին արդեն թվով 7 տնտեսավարող սուբյեկտներից 6-ը արդեն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումները եւ այս պահին գտնվում են հանձնաժողովի հետ համագործակցության փուլում եւ վերացնում են իրավախախտումները։ Իրականում այս գործընթացը շատ աշխատատար է եւ ժամանակատար է, որպեսզի կարողանանք շուկայում առկա բոլոր ապրանքները կարողանանք բերել իրավական դաշտ, որպեսզի այս պահին գործող ոլորտում բոլոր իրավական ակտերի տակ աշխատեն տնտեսվարող սուբյեկտները, թե ներմուծողները, թե արտադրողները, թե պարզապես իրացնողները։ Այդուք իրավական ակտերից խոսեցիք, ես կուզեմ կենտրոնանանք հենց այս ոլորտը կարգավորող իրավական ակտերի վրա, եթե կան որոնք են դրանք եւ ինչ պահանջներ են ներկայացված ծխախոտի փոխարինող համարվող արտադրանքների համար։
Շնորհակալ եմ շատ։ Նշեմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն քննարկվող ոլորտը կարգավորվում է ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքով եւ կառավարության 2022 թվականի թիվ 155N որոշմամբ հաստատված ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգով։ Որպեսզի առավել հստակ պարզ լինի մեր ռադիոլսողների եւ սպառողների համար, փորձեմ սկզբում տարանջատել ծխախոտային արտադրատեսակները եւ դրանց փոխարինիչները։ Ինչ ասել է ծխախոտային արտադրատեսակ։ Ծխախոտային արտադրատեսակը դա այն արտադրանքն է, որը պատրաստված է ամբողջությամբ կամ մասամբ պատրաստված է ծխախոտահումք հանդիսացող տերևից կամ պարունակում է ծխախոտահումք եւ արտադրված է այնպես, որ օգտագործվի ծխելու, ծամելու, ներշնչելու համար։ Ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչը արդեն էլեկտրոնային եղանակով աշխատող արտադրանքն է, որը չի պարունակում ծխախոտահումք եւ դրա միջոցով նիկոտինի եւ պրոպիլեն գլիկոլի կամ գլիցերինի, իսկ առանձին դեպքերում որոշ համային եւ հոտային հավելումներ պարունակող լուծույթի գոլոշիացմամբ առաջացող աերոզոլը փոխանցվում է սպառողի օրգանիզմ։ Բոլորին քաչ հայտնի առավել հաշուկայում տարածված են էլեկտրոնային ծխախոտները, այլ անվանումով նաև հայտնի վեյփերը, դրանց վաճառքը նշեմ, որ թույլատրվում է օրենսդրությամբ։ Կանոնակարգի իմաստով դրանք հանդիսանում են նիկոտին մատակարարող համակարգ եւ լինում են ինչպես մեկ անգամյա օգտագործման համար նախատեսված, այնպես էլ բազմակի օգտագործման համար նախատեսված։ Էլեկտրոնային ծխախոտի լիցքավորման համար նախատեսված հեղուկները եւս կարող են լինել ինչպես նիկոտին պարունակող, այնպես էլ չպարունակող արտադրատեսակ եւ արդեն սարքի հետ ըստ նշանակության օգտագործման արդյունքում առաջացող աերոզոլը փոխանցվում է, ինչպես նշեցի, սպառողի օրգանիզմ։ Հաջորդիվ կցանկանամ առանձնացնել կանոնակարգով հստակ այս արտադրատեսակներին վերաբերող այն պահանջները, որոնց առնչությամբ մեր ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել որոշակի անհամապատասխանություններ։ Մասնավորապես նիկոտին մատակարարող համակարգի էլեկտրոնային ծխախոտների լիցքավորման հեղուկի տարողությունը չպետք է գերազանցի 10 մլ։ Դրա քարթրիջում կամ պարկուճում հեղուկի ծավալը չպետք է գերազանցի 2 մլ, իսկ այս արտադրանքում նիկոտինի առավելագույն քանակությունը 20 մգ։ Նշեմ, որ էլեկտրոնային ծխախոտների եւ դրանց լիցքավորման համար նախատեսված հեղուկների սպառողական փաթեթվածքի վրա չի թույլատրվում կիրառել դեղամիջոց, դեղաբույս, ծննդամթերք ներառող գրառումներ, պատկերներ, այսինքն որի միջոցով տվյալ արտադրատեսակը ուղղակիորեն կամ անուղղակիորեն սպառողի կողմից կարող է ասոցացվել հենց այդ դեղամիջոցի, դեղաբույսի կամ ծննդամթերքի հետ։ Տվյալ արտադրանքների վաճառքի մանրածախ վաճառքի ժամանակ չի թույլատրվում կիրառել որևէ տեսակի զեղչ, գովազդ, վաճառքի խթանում, հովանավորություն, ինչպես նաև հատկանշական է, որ այս արտադրանքները չպետք է ինքնասպասարկմամբ հասանելի լինեն սպառողների համար։ Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ գտնվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները պետք է ունենան համապատասխանության հայտարարագիր, պարտադիր հայերեն մակնշում եւ ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանով։ Մի փոքր անդրադառնամ նաև հայերեն մակնշումներին, ինչպես արդեն նշեցի, բոլոր արտադրատեսակների համար դրանք պարտադիր են։ Հայերեն մակնշումները պետք է պարունակեն ապրանքին առնչվող որոշակի տեղեկատվություն, մասնավորապես ապրանքի անվանումը, ապրանքային նշանը, այն արտադրողի կամ ներմուծողի վերաբերյալ տվյալներ, անվանում, հեռախոսահամար, հասցե եւ այլն։ Ապրանքի բաղադրությունը, արտադրման ամսաթիվ, պիտանիության ժամկետ, նախազգուշացնող գրառում այն մասին, որ վաճառքը արգելված է մինչև 18 տարին լրացած անձանց, ինչպես նաև նշեմ, որ ապրանքի տուփերի, յուրաքանչյուր հիմնական կողմի 50%-ը պետք է զբաղեցնեն նախազգուշացնող գրառումները եւ պատկերները։
Նշեմ նաև, որ այս արտադրատեսակները ենթակա են պարտադիր դրոշմավորման, իսկ արդեն 2025 թվականի հուլիսի 1-ից Data Matrix եղանակով դրոշմավորման կամ առավել հայտնի QR եղանակով դրոշմավորման ու յուրաքանչյուր ապրանքի համապատասխանում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիր եւ շրջանառվող յուրաքանչյուր ապրանք պետք է համապատասխանի այդ ծածկագրին։ Իսկ հետաքրքիր է հանձնաժողովը խնդիրներ հայտնաբերել է այստեղ, որոնք կարող են այս փուլում հրապարակվել։ Շնորհակալ եմ, շատ իրականում կարևոր հարց է։ Քանի որ այս պահին հանձնաժողովը դեռ վերջնական որոշումը չի կայացրել եւ ընթացքի մեջ են մեր վարույթները, շատ տեղեկատվություն այս պահին չեմ կարող ասել, միայն հրապարակելուց հետո, բայց նշեմ, երևի սկսեմ նրանից առաջին հերթին, թե ինչ ենք, որ ապրանքների վրա ենք կոնկրետ կատարել ուսումնասիրությունը։ Ինչպես գործընկերս նշեց, ամենալայն տարածումը ունեն վեյփերը, էլեկտրոնային ծխախոտները, այստեղ բոլորի համար ամեն ինչ պարզ է։ Լցրեցին հեղուկը, լավ հոտ է, լավ համագալիս չունի տհաճ հոտ, ոչ մի ազդեցություն չի թողնում, եւ մարդիկ հաճելիորեն դա օգտագործում են։ Իսկ երկրորդը արդեն սնյուսներն են, սա առավել նոր է շուկայում, ինքը միայն թույլատրված է Շվեդիայում, սենց իրանց կողմից շատ մեծ տեղ է տալիս շվեդյան սնյուսներին, իրենց արտադրությունն է։ Սնյուսը ներկայացնեմ ինչ է, ինքը նորից նիկոտինային բարձիկներ են, որի մեջ չկա պարզապես ծխախոտահունք, հիմնական 90% սնյուսների մեջ ծխախոտահունք չի պարունակում։ Ինքը ավելի շատ քիմիական տեսանկյունից ստացած նիկոտին, համային հավելումներ եւ այլն, բարձիկները տեղադրվում են բերանի, լնդի եւ շրթունքի վերին աջ հատվածում։ Մոտ 30 րոպե տևողությամբ, այս 30 րոպեների ընթացքում մարդու օրգանիզմ միանգամից ներծծվում է շատ մեծ քանակությամբ նիկոտին եւ ծխելու սովոր մարդկանց համար այդ քաղցը հագենում է նիկոտինի։ Այսինքն իրենք այլևս չեն ցանկանում ծխել։ Սա նոր է շուկայում, բայց շատ լայնորեն օգտագործվում է, ու քանի որ իր օգտագործումից, ապրանքի օգտագործումից որևէ ծուխ, որևէ հոտ, համ չկա, դու այսինքն չես կարող հասկանալ դիմացինը արդյոք հանդիսանում է սնյուսի սպառող, թե չէ։ Սա ինչ որ տեսանկյունից էլ ցավալի փաստ է, քանի որ անչափահասների համար ինքը կարա հետաքրքրության առարկա դառնալ, որովհետև թույլ կտա օգտագործել եւ շրջապատում աննկատ մնալ։ Իսկ ինչ վերաբերվում է խնդիրներին, մասնավորապես նշեմ այն գլխավոր խնդիրները, բոլոր էլեկտրոնային ծխախոտների, կարելի ասել բոլոր էլեկտրոնային ծխախոտների եւ դրանց համար նախատեսված հեղուկների, լիցքավորման համար նախատեսված հեղուկների վրա պատկերված էին մրգեր, որոշակի խոտաբույսեր եւ այլն, որը ակամա թե ակամա սպառողի մոլորության մեջ կարող էր գցել որպես սննդային ինչ որ արտադրանքի։ Շատ ցավալի էր, բայց փաստ մոտ 90% ապրանքների մոտ էլեկտրոնային ծխախոտների եւ դրանց հեղուկների բացակայում էր հայերեն մակնշումը։ Իհարկե հիմա կարող եմ արդեն ուրախությամբ նշել, որ վարույթներից հետո արդեն կարող եմ ասել 80%-ը պարունակում է հայերեն մակնշում, մնացածն էլ ընթացքի մեջ են, գնում ենք դեպի լավացման ոլորտի։ Էլեկտրոնային ծխախոտների եւ հեղուկների ծավալների հետ կապված խնդիրներ ունեինք, հեղուկները գերազանցում էին 10 միլ թույլատրված չափը եւ դեպքեր են ունեցել նույնիսկ 10 անգամ։ Իսկ էլեկտրոնային ծխախոտների քարտրիջների հեղուկները գերազանցում են 2 մլ, որը նույնպես խախտում էր ըստ տեխնիկական կանոնակարգի։ Ինչպես նաև ունենք որոշակի ապրանքների հետ կապված դրոշմավորման խնդիր, որը բացակայում էր ապրանքների վրա, դա էլ վստահաբար կարող եմ ասել, որ այս պահին 80-85%-ը շուկայում դրոշմավորված են արդեն, այսինքն կարող ենք ասել, որ վարույթների դեռ այս փուլում դեռ չենք հասել վերջնակետին, բայց հասել ենք որոշակի արդյունքի, ունենք հայաֆիկացված ապրանք, ունենք դրոշմավորված ապրանք, եւ ունենք դեպի դրական տենդենս, դրական գնացող տենդենս։ Իրականում այս ուսումնասիրության ընթացքում մեր հայտնաբերած խնդիրներն են դեռ սրանք այն խնդիրներն են, որ հանձնաժողովի կողմից բացահայտվել են այս ուսումնասիրության ընթացքում, սակայն չենք կարող ասել, որ շուկայում մասնակից բոլոր տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա են այս խնդիրները։
Եվ դրա համար հանձնաժողովին կներկայացվի յուրաքանչյուր ընկերության համար առանձին որոշումների նախագծերը եւ միայն դրանից հետո արդեն հանձնաժողովը կկայացնի վերջնական որոշումը։ Մեր ուսումնասիրությունների արդյունքում շատ հաճախ են լինում դեպքեր, երբ հայտնաբերած խնդիրները պահանջում են որոշակի նոր նորմեր, քանի որ անընդհատ մենք առաջ ենք գնում ինչ-որ նոր ապրանք, նոր արտադրանք, ներմուծվում են դրսից արտադրանքը եւ պետք է օրենքներն էլ հարմարեցնել ապրանքներին եւ կարծում ենք, որ այս ուսումնասիրության ամփոփումը նույնպես շատ մեծ հավանականություն կա, որ կբերի հանձնաժողովը կգա նոր առաջարկությամբ լիազորված մարմիններին։ Իսկ եթե վերջն արդյունքում իրավախախտումները հաստատվում են, այդ դեպքում պատասխանատվության ինչ միջոցներ է առանձնացնում այս դեպքերի համար հանձնաժողովը։ Առհասարակ անբարեխիղճ մրցակցության իրավախախտումների համար հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ կարող է նշանակել տուգանք կամ նախազգուշացում պատասխանատվության միջոցները։ Նշեմ, որ տուգանքի հաշվարկը այս դեպքում իրականացվում է տվյալ իրավախախտմանը նախորդող տարում տնտեսավարող սուբյեկտի ունեցած հասույթից եւ տուգանքը չի կարող գերազանցել տվյալ թվի մինչև 5%, առավելագույնի 5%։ Այն դեպքում, երբ տուգանքի հաշվարկման արդյունքում ստացված թիվը հավասար է կամ չի գերազանցում, կներեք 250,000 ՀՀ դրամը, այս դեպքում արդեն հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ նշանակում է պատասխանատվության միջոցի նախազգուշացում տեսակը։ Միաժամանակ, բացի տվյալ պատասխանատվության միջոցները կիրառելուց, հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտին կարող է տալ որոշակի հանձնարարություններ եւ սահմանել դրանց կատարման հստակ ժամկետներ։ Նշեմ նաեւ, որ ինչպես սկզբում գործընկերս անդրադարձավ, քննարկվող վարույթների շրջանակներում տնտեսավարող սուբյեկտների հիմնական մասը ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը, ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ եւ դիմել են հանձնաժողովին արագացված վարույթ կիրառելու միջնորդությամբ։ Այստեղ կուզեմ նշել, որ որպես արագացված վարույթի առանձնահատկություններից է համարվում, որ արագացված վարույթի դեպքում հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց նշանակելիս իհարկե կարող է նշանակել տուգանք, բայց այս դեպքում արդեն կիրառվող պատասխանատվության միջոցը չի կարող գերազանցել տվյալ իրավախախտման համար նախատեսված ամենախիստ պատասխանատվության միջոցի 1/2-ը։ Միաժամանակ առիթը բաց չթողնելով կցանկանամ հավելեմ, որ հանձնաժողովի գործունեությունը միշտ բաց է եւ թափանցիկ, հանրությանը հասանելի է մեր բոլոր որոշումները վերջնական կայացրած եւ ում որ թեման հետաքրքրեց կամ միգուցե մեկ այլ թեմա, որ հետաքրքրում է, կարող են ծանոթանալ հանձնաժողովի կայքեջում։ Իսկ որտեղ կարող են սպառողները գտնել այդ տեղեկատվությունը եւ ցանկացած ինչ-որ անբարեխիղճ մրցակցության դրսևորում տեսնելիս ինչպես կարող են դիմել հանձնաժողովին։ Մենք իդեպ արդեն նոր գործիք էլ ունենք, որի մասին ճիշտ է այս տաղավարից եւս մեկ անգամ խոսել ենք, եւս մեկ անգամ առիթը բաց չենք թողնի։ Նախ մեր կայքեջում, որը competition.am կայքն է, կայքում նաեւ հասանելի է սպառողի օգնական գործիքը, ցանկացած քաղաքացի, որը ունի որևէ խնդիր կամ նկատել է որևէ իրավախախտում, մեր միջոցով կարող է մտնել սպառողի օգնական գործիքից օգտվելով գրել իրեն հետաքրքրող հարցը կամ միգուցե նաև խախտումը, որ արդեն տեսել են, նկատել են, մեր միջոցով սպառողի օգնական գործիքով գալիս է մեզ, մենք դա տեսնում ենք եւ 14-օրյա ժամկետում որ տնտեսվարող սուբյեկտին, որ ուղղված է այս խնդիրը, 14-օրյա ժամկետ է տրամադրվում այդ տնտեսվարող սուբյեկտին սպառողի հարցը փակելու համար, լուծելու համար խնդիրը։ Եթե այդ ընթացքում չի լուծվում խնդիրը եւ սպառողը նորից դիմում է մեզ, որ գիտեք, խնդիրը դեռ չի լուծվել կամ չի բավարարում գուցե, այդ ժամանակ արդեն հանձնաժողովը միջամտություն է իրականացնում եւ կարող է արդեն հարուցվել վարույթ։
Շնորհակալություն շատ, մեր եթերաժամանակը մոտեցավ իր ավարտին, ես մեր ռադիո լսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ մեր այսօրվա հյուրերն էին Սպառողների շահերի պաշտպանության վարչության իրավախախտումների վերահսկողության բաժնի ավագ մասնագետ Աստղիկ Վահանյանն ու Սպառողների շահերի պաշտպանության վարչության վերլուծության և ոլորտային զարգացման բաժնի ավագ մասնագետ Մերի Առաքելյանը, իսկ դուք շարունակեք մեզ լսել։